Սկանդալ է եղել Մարմաշենի վանքում, նախկին ԿՊԱ-ական Գնել Սարգսյանը վանական համալիրում պատարագի է մասնակցել, հետո եկեղեցու բակում բացատրություն պահանջել վանահորից, հայոյել նրան։ Սարգսյանին զայրացրել է Մարմաշենի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Պետրոսյանի հայտարարությունը, ըստ որի ամենայն խստությամբ հսկելու և կանխելու է հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների մուտքը եկեղեցիներ։ Սարգսյանը պնդել է, որ Փաշինյանին սխալ են հասկացել, վարչապետը եկեղեցին չի անվանել Չուլան։ Հետո ասել է քահանային, որ իր մայրը կիսում է Փաշինյանի գաղափարները ու հետաքրքրվել է արդյոք քահանան դուրս էր շպրտելու իր մորը, եթե մայրը գար եկեղեցի։ Կոմենտներից տեղեկատվություն են քաղել, որ Մարմաշեն բանկի եկեղեցու մոմավաճառի հանգուցյալ հոր պաչկոններ կախած ընդեղ չգիտեմ ում Սաղաթար, մի րոպե կներես, լրատվամիջոցը, որտես բանը, լրատվամիջոցներ կան առհասարակ ինձ թուրք են անվանել, ես տիրած մերը, նայ, հասարակ բան եմ ասում, եթե լրատվամիջոցներ կան տենց են արտահայտում, դու ոնց կարաս իմ մորը դուր շպրտես, որովհետև նա լրատվամիջոց տենց ա մեկնաբանել, ոնց կարաս։ Լսի, քո մորը ոչ ոք չի դու շպրտել։ Այս հրապարակումը նաև դրա մասին է։ Լսի, դրա մասին է։ Հայ առաքելական եկեղեցու առաջի պաշտպանը ես եմ ու եկեղեցին որպես շինություն պատկանում է նախև առաջ ինձ։ Դու տեսեք ինձ է պատկանում։ Եկեղեցին իմ իշխանության տակ է, ես եմ այս տերն ու տիրակալի եկեղեցին։ Ինչու տերն ու տիրակալ։ Ես եմ տերն ու տիրակալ, որտեղ օցիալ հոգևորական, որ Աստծուց օծված ինձ կկասում ունենամ որևէ արձիկի վրա։ Իմ պետության մեջ կադաստրի եկեղեցին։ կադաստրի թղթերը։ Դու լսի։ Կադաստրի թղթերը մեր։ Հիմա կադաստրի թղթեր ունեն կադաստրի։ Ոսկարացի պետության մեջ դու թղթ ունենասի։ Հայ գեզի կադաստրի թղթը մեր տենամ հələ։ Տնա որտեղից է սովորել։ Այ լավ եմ անում որովհետև դու հրապարակային